աշխատանքի դիմելը ունի երկու մաս։ Մինչ աշխատանքի դիմելը ինչ պետք է անեք եւ ընթացքը, թե ինչպես դիմեք աշխատանքի։ Այդ երկուսն էլ շատ կարեւոր են։ Միայն արագ cover letter գրելը չի Upwork-ում եւ դա ես չեմ խրախուսում, քանի որ նախ դուք կորցնում եք connect-ներ, Upwork-ը ձեզ տալիս է connect-ներ։ Սրանք այն միավորներն են, որով դուք դիմում եք աշխատանքի։ Աշխատանքի դիմելը անվճար չի։ Ինչ է իրենից ներկայացնում connect-ը։ Սրանք միավորներ են, որը որ դուք ունենում եք աշխատանքի դիմելու համար։ Upwork-ը այս համակարգը մտցրել է, որպեսզի գործատուները ավելի ուրախ լինեն, որովհետև երբ որ դու գումար ես վճարում connect գնելու ու գործի դիմելու համար, դու ավելի ուշադիր ես լինում, թե ինչի ես դիմում։ Իսկ մինչ այս համակարգը մտցնելը շատ ֆրիլանսերներ անգամ առանց գործը կարդալու միանգամից ինչ որ cover letter էին գրում ու նույն template-ը copy paste-ով ուղարկում էին այնքանը շատ արագ, օրինակ օրը 100 հատ աշխատանքի դիմեն։ Ու երբ որ գործատուն բացում ու տեսնում է այսքան proposal-ներ ունի, հա, այսքան մարդ դիմել է աշխատանքի, բայց ոչ մեկ որակապես հարմար չի իր աշխատանքին, նա սկսում է ջղայնանալ ու հասկանալ, որ մի րոպե, եթե այս ֆրիլանսերները ինձ համար լավ չեն, արդյոք Upwork-ը այն հարթակն է, որտեղ պետք է ես փնտրեմ ֆրիլանսերի, թե ոչ։ Դրա համար, ինչպես իմացանք, գործատուն ավելի կարևոր է, քան ֆրիլանսերը Upwork-ի համար, նրանք որպեսզի ունենան ավելի ֆիլտրված համակարգ եւ գործատուների ժամանակը չվատնեն, նրանք ստեղծել են այս connect-ի համակարգը, որպեսզի ֆրիլանսերը գործի դիմելիս ավելի ուշադիր լինի, ավելի զգոն լինի, թե ինչ աշխատանքի է դիմում եւ ոնց է դիմում։ Դրա համար մենք նույնպես շատ ուշադիր ենք, բայց նաեւ մենք որպես ֆրիլանսեր, մենք նույնպես ընտրում ենք գործատուներին։ Չենք աշխատում բոլորի հետ, բոլորը մեր target auditorian չեն։ Մենք աշխատում ենք հստակ գործատուների հետ ու մենք ընտրում ենք։ Առաջին փուլով մենք ենք ընտրում գործի դիմելը, հետո նոր գործատուն ընտրում է մեզ։ Երբ որ դուք ձեր պրոֆիլում ընտրում եք սկիլերը, Upwork-ը ձեզ ըստ ձեր ընտրած սկիլերի հնարավորություն է տալիս ընտրել աշխատանքներ։ Ձեր feed-ը, թե ինչ աշխատանքներ է բերում ձեզ, երբեմն սա այդքան էլ համապատասխան չի, բայց կան նաև best match, most recent ու saved աշխատանքները։ Սրանք այն աշխատանքներն են, որը որ դուք ձեզ մոտ պահում եք։ Եվ երբ որ դուք օրինակ աշխատանք եք փնտրում, օրինակի համար ես YouTube keyword-ով աշխատանք եմ փնտրել։ Ինքը ձեզ հնարավորություն է տալիս save search անել, այսինքն պահում եք դուք այս search-ը, որպեսզի նույն այս պապկայով, երբ որ ես նորից YouTube-ի մասին ինչ-որ գործ փորձեմ գտնեմ, ինձ մոտ բերելու է բոլոր աշխատանքները։ Հիմա գնում ենք best match հատված, ես հիմնականում best match հատվածից եմ ընտրում, որովհետև այս այն հիմնական սկիլերն են, որոնք ես հել եմ որպես YouTube SEO մասնագետ։ Եվ ամեն աշխատանքի վրայով հերթով անցնում եմ։ Հիմա եկեք այդ process-ը միասին անցնենք։ Առաջինը նայում եմ, որ payment verification ունի գործատուն, այսինքն իր քարտը գցել է Upwork-ին ու մեզ չի խաբի։ Բայց նոր գործատու է եւ ոչ մի feedback չունի, սա արդեն իսկ եթե սկսնակ ենք, հնարավոր է հասկանանք ուզում ենք դիմել, թե ոչ, որովհետև այսպիսի գործերին դիմողները քիչ են լինելու, բայց դա չի նշանակում, որ մենք միանգամից դիմելուց հետո պետք է անմիջապես աշխատանքը վերցնենք, այնքանը որ աշխատանք ունենանք Upwork-ում։ Պիտի հասկանանք ով է գործատուն, ինչ բյուջետ ունի, այստեղ նայում եմ բյուջեթը, estimated budget նշված։ Սա շատ քիչ է այս աշխատանքի համար եւ միանգամից անցնում եմ առաջ, չեմ էլ կարդում մնացածը։ Մյուսը տեսնում եմ, որ YouTube Shorts expert եմ ցանկանում ու առանց բոտերի, սա արդեն ինձ համար կարևոր է, որովհետև որպես YouTube SEO մասնագետ ինձ համար կարևոր է, երբ գործատուն հասկանում է, թե ես ինչ եմ անում։ Իսկ երբ որ ուղակի բոտերով subscriber-ներ են լցնում, դա վնասում է իմ աշխատանքին եւ ես չեմ կարողանալու արդյունք ցույց տալ։ Payment verification ունի, գործատուն 4+ feedback ունի, այսինքն ամբողջական 5 աստղ չունի։ Եկեք հասկանանք ինչու։ Նախ կարդում ենք աշխատանքի հայտարարությունը, մինչև վերջ։ Fixed price, սա շատ քիչ գումար է, հնարավոր է ուղակի նշել են, հա, ինչ որ բան, որպեսզի հասկանան կաշխատենք այս գումարով, թե չէ, կամ կգտնենք Upwork-ում մարդ, թե ոչ, բայց շատ քիչ գումար է։ Եվ վերջին feedback-ը Mike started contract and then never came back with details and never responded back with his requirements. Սա կարևոր feedback է, որ հնարավոր է, որ տեսեք օրինակ մյուս կարևոր հանգամանքը no feedback given. Ֆրիլանսերին այս գործատուն feedback չի թողել։ Որերորդ անգամ։
Ինչը նշանակում է, որ հավանականությունը, որ մենք մեր նոր պրոֆիլով երբ որ աշխատենք ու այս մարդը մեզ գործի վերցնի, մեզ feedback չի թողնելու։ Ինչը մեզ շատ կարևոր է, երբ որ նոր ենք սկսում Upwork-ում։ Սա էլ անցանք առաջ։ Մյուսը Canada։ Եկեք ցույց տամ հիմա այն աշխատանքը, որին դիմել եմ, որը որ շատ լավ պարամետրեր ուներ ինձ համար դիմելու համար։ YouTube Growth Expert Needed։ Job description-ը նայելուց հետո հասկացա, որ սա այն աշխատանքն է, ինչը ես կարող եմ կատարել եւ դիմեցի ու skiller հատվածը շատ կարեւոր է skiller հատվածում ինչ է նշում գործատուն, որպեսզի համապատասխան լինի այն գործին, որը որ դուք անելու եք, որովհետեւ հաջորդ գործատուների մոտ ցույց է տալու այն skiller-ը, որ դուք ուրիշ գործերի համար ունեք։ Տեսեք, no feedback given, այս ֆրիլանսերին ոչ մի feedback չեն տվել։ Եվ ես հասկացա, որ ինչքան էլ որ արդեն դիմել եմ այս աշխատանքին, ինչքան էլ որ լավ hourly rate-ը վճարել այս գործատուն, ամեն դեպքում ես չեմ ցանկանում այս գործատուի հետ աշխատել, որովհետեւ feedback չեմ ստանալու։ Մյուս կարևոր բանը աշխատանքի դիմելիս activity on this job հատվածն է։ Proposal-ները պետք է լինեն ցանկալի լինեն քիչ։ Եթե օրինակ այս դաշտում նշված է 50 proposal, դա նշանակում է 50 հոգի դիմել է աշխատանքի եւ դուք առավելություն չունեք։ Last reviewed by client. Երբ է նայել ում է hire արել, արդեն 2 հոգի ինքը hire արել վերջին շրջանում, երբ որ մենք խոսում էինք։ Այս ամեն ինչը պետք է շատ լավ ուսումնասիրեք մինչև աշխատանքի դիմելը, որովհետև հնարավոր է շատ լավ աշխատանք թվա, բայց տեսնենք, որ գործատուն վատ feedback ունի կամ վատ feedback է տվել այն ֆրիլանսերներին, ովքեր ամենաբարձր hourly rate-ն են ունեցել, այդպես էլ է պատահում։